Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին Fox News-ի եթերում հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփից ակտիվ գործողություններ է ակնկալում Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու համար։ Հուսով եմ, որ Թրամփը կկիրառի Արևելքի վրա փորձարկված այն նույն ճնշման մեխանիզմը ու ավելի ուժգին, որպեսզի ստիպի Պուտինին դադարեցնել պատերազմը Ուկրաինայում, նշել է քաղաքական գործիչը։ Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ լավ զրույց է ունեցել Ուկրաինայի առաջնորդի հետ։ Ուկրաինայի և ԱՄՆ-ի նախագահները 2 օրվա ընթացքում 2 անգամ հեռախոսազրույց են ունեցել։ Ուկրաինայում հակամարտությունը հավանաբար չի ավարտվի 2025 թվականին, իսկ այն պատճառով, որ միանգամից մի քանի տարածաշրջաններում արևմուտքը սպառնալիքներ է ստեղծում Ռուսաստանի համար, իրավիճակը միայն թեժանում է։ Նման կարծիք է հայտնել վերլուծաբան Ալան Ուոտսոնը։ Լարվածությունը աճում է Արկտիկայում, Բալթյան և Սև ծովերում, Կովկասում, Ադրբեջան, Հայաստան, Վրաստան, Մոլդովայում, որտեղ ժամանում են ՆԱՏՕ-ի զորքերը, և Ռումինիայում, որտեղ ՆԱՏՕ-ն խոշոր ավիաբազա է կառուցում, պարզաբանել է փորձագետը։ Ռուսաստանը գիտակցում է, որ իր համար պատերազմը նոր է սկսվել, հավելել է Ուոտսոնը։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Իսրայելի խորհրդարանում իր ելույթի ժամանակ կհայտարարի, որ Իսրայելը պատրաստ կլինի բարեկամության ձեռք մեկնել նաև Իրանին։ Այս մասին հայտնում է Reuters-ը։ Նույնիսկ Իրանի համար բարեկամության և համագործակցության ձեռքը միշտ ձգվելու է, մեջբերել է գործակալությունը ամերիկացի առաջնորդի տեքստը։ Թրամփը նաև նշել է, որ Գազայի տարածքը նոր մերձավոր Արևելքի պատմական արշալույսը կդառնա։ ԱՄՆ նախագահը անկլավի բնակիչներին խորհուրդ է տվել կենտրոնանալ տնտեսական զարգացման և կայունության վրա, հաղորդում է գործակալությունը։ Լեհաստանի ազգային անվտանգության բյուրոյի ղեկավար Սլավոմիր Ցենկևիչը հայտարարել է, որ իր երկիրը հակամարտության մեջ է Ռուսաստանի հետ։ Այս մասին նա հայտնել է Financial Times-ին տված հարցազրույցում։ Եթե նայենք կիբերտարածությանը, Լեհաստանն այժմ պատերազմական վիճակում է։ Դա այլևս սպառնալիքի վիճակ չէ, նշել է բյուրոյի ղեկավարը։ Վերջինս Մոսկվային մեղադրել է եվրոպական երկրներում հիբրիդային հարձակումների ակտիվացման մեջ։ Առանց ապացույցներ բերելու նա հայտարարել է, որ Ռուսաստանը ներգրավված է անօդաչու թռչող սարքերի միջոցով օդային տարածքի խախտման, ինչպես նաև կրիտիկական ենթակառուցվածքների վրա հարձակումների մեջ։ Այն բանից հետո, երբ Ֆինլանդիան և Շվեդիան դարձան ՆԱՏՕ-ի անդամներ, Սկանդինավիան սկսեց վերածվել Ռուսաստանի դեմ նոր ճակատային գծի։ Նման կարծիք է հայտնել Նորվեգիայի հարավ-արևելյան համալսարանի պրոֆեսոր Գլեն Դիզենը։ Սառը պատերազմի ողջ ընթացքում Սկանդինավիան համարվում էր խաղաղության տարածաշրջան, չէ՞ որ Ֆինլանդիան և Շվեդիան Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ չէին, իսկ Նորվեգիան ՆԱՏՕ-ի առավել պարզեցված տարբերակն էր։ Նրա տարածքում օտարերկրյա զորքեր չէին տեղակայվում, պարզաբանել է վերլուծաբանը։ Նա հավելել է, որ այժմ, երբ Ֆինլանդիան և Շվեդիան դարձել են Հյուսիսատլանտյան դաշինքի լիիրավ անդամներ, տարածաշրջանում ավելի ու ավելի շատ ռազմակայաններ են հայտնվում, և այժմ այն դառնում է Ուկրաինան հյուսիսում։